Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախ առաջի հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, այդ թվում ձեզ, որ վերջին այս իրադարձությունները համացանցում շատ լայն տարածեցիք, դրա անհրաժեշտությունը կար, եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր անդրադարձել են տեղի ունեցած հայտարարակ միջադեպին։ Քանի որ այդ միջադեպը համացանցում շատ բուռն է քննարկվել եւ բազմաթիվ զրպարտություններ ա տեղի ունեցել իմ նկատմամբ եւ ամբողջ իրականությունը մանիպուլացել է, այս պատճառով ես այսօր հրավիրել եմ այս ասուլիսը, պատասխանեմ ձեր հարցերին եւ այդ ամենը բարձրաբանեմ եւ հստակ փաստերով հիմնավորեմ, որ այդ ամենը սուտ է։ Առաջի սուտը ուզում եմ անդրադառնալ դրան, թե իբրև, ինչպես որ համացանցում շատ բուռն տարածվեց, որ իբրև թե մանկապարտեզի տեսանյութում ես թաղապետին վիրավորել եմ։ Հիմա ձեր թույլտվությամբ ես հիմա կմիացնեմ այդ մանկապարտեզի հրապարակած տեսանյութը եւ բոլորս մենք իրար հետ կդիտենք հստակ փաստերով, այլ ոչ թե խոսքերով եւ կտեսնենք որտեղ եմ ես, որևիցե մեկի հասցեին այդ թվում թաղապետին վիրավորել։ Այս խոսափողերը Նայ, քպի մանկապարտեզը սարքած մանկապարտեզի ճաճեն է, այսինքն ժողովուրդը տեսնում է ժողովրդի միած ուսամ լսում եմ։ Անկեղծ, ես ամենի խոսք չեմ տեսնում։ Հիմի նաև իմ հարցը Մասիվի թաղապետին է, այսինքն Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությանը էլի օրինակի համար։ Թաղապետը դուք եք, հասկանում եմ, որ ձեր կաբինետից ներքև ձեր քշտի տակի այգիները նույնիսկ չեք մտնում նայում ինչա, բայց մանկապարտեզը այստեղ հասկանում եք, երեխաներն է խաղում, հասկանում եք այստեղ։ Բարոյականություն եք, հետ եմ գալու նորից ստուգելու եմ։ Չեմ թողի, որ սենց այս վիճակում թողեք այս մանկապարտեզը։ Դուք փոքրելու անգի, հա։ Նոդում պիտի անես, վարգան։ Չէ, նորմալ, հա, ժողովուրդ։ Այս իշխանությունը, պաշտոնյաները, աշխատանքային շրջաններ չեն անում, իրանց աշխատանքային դուրս չեն գալիս այդ մարդ չեն, ախում են, եկել նկարվելու համար են դուրս գալի, որ սենց գան, ոնխատիները տենան, փորձեն զուտումներ տան, որպես այսինքն կողմեն ու չեն գալ, Ուրեմն մի օր որոշել եմ փող քաղաքապետերի հանգստան սենյակները շրջայց կատարել, տեսնեմ ինչ խմիչներ եք դուք խմում, պատահական կնի, անակ եկա ձեր համար, ձենը լսում ա, ամենաշատը, 2 տարվա ընթացքում, 2 տարի հետո ես մանկապարտեզը նորից վերանորոգում միանշանակ, նորից, 2 տարի չի ծառայ, ամենաշատը, կանալիզացիան եկել է լսվել աստեղ ամբողջությամբ հասկանում եք այդ հակասային տարիքան վիճակը ինչա դեր ունենալու հավաքես մի ձևին տանել լսել արգիշտի մեկ հասցրելով կաբինետները հիմա տեսեք ստեղ էլի ակումբ իմաստության քպան որտեղ դուքը ասfaltն է ժողով պիտի փոխարենը բարձրացնեն վերակառուցեն այս ասֆալտի մակերեսին է բայց բռնեք ասֆալտը բռնել են դիտավոր կատուկից ժողովրդական լեզվով ասած բերել են լուկը ասֆալտապատել հետո կան այդ տեսել եք չէ ու այս ասֆալտը լրիվ է որ ուզենամ ձեռս գցել քանդեմ հաստատ կարողանալ նորից եմ կրկնում այս ձևի փողերը մսխել ոտս ցնդեցնել ինչա դա ձեր քպայականն ա տղեկ ամոթ հայրի շնորհք ունեցեք գոնե փող ուտում եք այնպես տեղ կերեք որ երեխեքի վրա չուտեք այդ փողն էլի մանկապարտեզի վրա մի կերեք այդ փողն էլի Ինչ պիտի անեն, դատե քննականներին, բոլորի պատասխանատվության ենթարկեն ու բերեն նորմալ կառույց։ Ես հարցը ուզում եմ նաև տալ այդ ոլորտ համակարգող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին։ Լևոն Հովհաննիսյան, ձեր երեխային կբերեիք այս մանկապարտեզը։ Կարող եք ակոնք իմաստությանն է դարձել պատճառ։ Ես չգիտեմ, բայց հստակ ժողովուրդ ջան, հարգելի լրատվամիջոցներ, նոր ես միացել եմ պարոն Մանուկյանի հրապարակած տեսանյութը, որը ըստ իրանց առիթ է դառել, որ զանգահարեն եւ սպառնան։ Բոլորդ լսեցիք, որ հստակ
իմ կողմից որևիցե մեկի հասցեին, այդ թվում թաղապետի, ոչ մի վիրավորական խոսք եւ առհասարակ ոչ մի նշում թաղապետի հասցեին որևիցե խոսք չի եղել։ Բացի այդ, համացանցում վերջի ժամանակահատվածում դեպքի վերաբերյալ շահարկվել է այն, որ մենք ներկայացել ենք դա մանկապարտեզի աշխատանքները որպես ավարտված եւ այդ ինչ որ երեխեքներ են հաճախում մանկապարտեզ, հարգելի ժողովուրդ ջան, լրատվական միջոցներ ջան, ես որդեգրել եմ մի սկզբունք, որն այն է, որ ես երբևիցե սուտ չեմ խոսում, ներկայացնում եմ այն իրականությունը, որը կա։